Զրուցում ենք փաստաբան Սերգեյ Հարությունյանի հետ։ Պարոն Հարությունյան, ուզում եմ մեկնաբանություն գնահատական տանք այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությանը, որ հիմնավորում է, որ եթե դե կարգը կա, ոտը դնում ես գազին, մինչև վերջ գնում ես ճանապարհին, թե ով կհանդիպի, ինչ կլինի, դա իր խնդիրն է։ Ուզում եմ սա ասոցացնենք տարիներ առաջ մի դեպքի, որի ժամանակ իր շարասյուն ավտո, որ անցնում էր կառավարական, հղի կնոջը գցեց մեքենայի տակ ու մինչ օրս չի պատժվել այդ մեքենայի վարորդը։ Տեսեք, նախքան ողբերգական դեպքին անդրադառնալը, ես որքանով հասկանում եմ, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այստեղ ավելի շատ փոխաբերական իմաստով է ասում, երբ որ առաջ բերվի կար, այսինքն առաջին կար, երկրորդ կար, երրորդ, իսկ հիմա ոտը դնում ես գազին եւ գնում ես, ես սա կասոցացնեմ իրականում այն փաստի հետ, որ առաջ կար առաջին նախագահ, երկրորդ, այնուհետև երրորդ, իսկ այժմ մենք ունենք վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձ, որը ոտը դրել է գազին եւ գնում է առանց որևէ կանոններ պահելու եւ թքած ունենալով կարելի ասել բոլորի վրա, թե ինչ հետևանքներ կլինի, դա փոխաբերական իմաստով իր ասածին որպես փոխաբերական պատասխան։ Երկրորդը, գիտեք, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսում մի լավ համատություն էր արել, որ միայն մանկապարտեզի, հոգեբուժարանի եւ մեր կառավարության արարքների հետ կապված է, որ մարդիկ պատասխան չեն տալի իրենց արարածների համար։ Իսկ ինչ վերաբերվում է այդ ողբերգական դեպքին, որ ողբերգությունը տեղի ունեցավ եւ հղիկինը զոհվեց, գիտեք, դա հետևանք է անպատժելիության, ինչ այդ եղած եւ դրանից հետո օրորի ավելի խորացած եւ չի պատժվել մեղավորը եւ մեղավորները չեն պատժվել այդ դժբախտ դեպքի, որովհետեւ պատժվելու դեպքում այդ շարասյան անդամները նույն նվիրվածությամբ չէին ծառայի։ Մենք կարող ենք որպես օրինակ վերցնել հենց այն երեք համացանցում տարածված դեպքը, որ ոստիկանները սարսափելի կերպով մեքենայից իջեցնում են եւ ծեծի են ենթարկում եւ ձերբակալում են մի քաղաքացու, որը իբր հայհոյել կամ սիգնալ է տվել, դիտմամբ է արվում այդ ամենը նախադեպ ստեղծելու եւ վախի մթնոլորտ առաջացնելու, որ հաջորդիվ երբ որ տխրահռչակ A կետից B կետ տեղափոխվի, որևէ մեկը չհամարձակվի զայնային ազդանշան տալու։ Մինչև երբ պետք է այս անպատժելիության մթնոլորտը լինի, այն էլ նման հայտարարությունները երկրի թիվ 1 պատասխանատուի բերանից դուրս գան։ Տեսեք, ես մի քանի օր առաջ էլ իմ խոսքում հարցազրույցներից մեկում ասել եմ, մեր հիմնական գերագույն խնդիրը մեկն է՝ ազատվել ներկայիս վարչախմբից եւ վարչախմբի վարագլխից։ Եվ քանի դեռ այս վարչախումբը իշխանություն է զբաղեցնում մեր երկրում, նման տիպ դեպքեր լինելու են եւ օրորի գնալով շատանալու են։ Ասենք մենք տեղյակ ենք, չէ, ամեն օր ինչ է կատարվում։ Քիչ առաջ զանգարեցին, ասացին, որ հրապարակում ինչ-որ մի անձի դաժանաբար էլի ուժ կիրառելով բերման են ենթարկել։ Նմանատիպ դեպքեր մի քանի օր առաջ։ Մեր խնդիրը մենք պետք է հասկանանք, որ չպետք է, այսինքն ամեն շահերի ինչ-որ խմբեր իրենց հարցը բացատրեն, չգիտեմ, մսավաճառները, հետո ինչ-որ դպրոցի մանկավարժները, հետո ինչ-որ, չգիտեմ, հարկային տերորի դեմ տնտեսվարողները, չէ, խնդիրը մեկն է եւ քանի դեռ չի եղել երկրում իշխանափոխություն, նմանատիպ անարդարություններ բոլոր ոլորտներում լինելու են։ Ես որպես փաստաբան, որպես իրավապաշտպան ամեն օր եմ առնչվում նմանատիպ դեպքերի հետ եւ բոլոր ոլորտներում եւ արդեն էլ ժամանակն օրը չի հերիքում այդ ամենը բարձրացնել։ Դրա համար ոչ թե մենք պետք է փորձենք փոքր ինչ-որ խնդիրների դեմ պայքարել, չէ, քանի դեռ երկրում կառավարում է ներկայիս վարչախումբը, բոլոր ոլորտներում գնալով վիճակը վատթարանալու է։ Պարոն Հարությունյան, իշխանափոխությունից հետո ակնկալել, որ Նիկոլ Փաշինյանին հաջորդ իշխանությունները կենթարկեն պատասխանատվության այս 7 տարիներին գործած թե արտաքին եւ թե ներքին, ապա հայկական, ապա ազգային քաղաքականության համար։ Ինչու՞ չէ նաեւ այսօրվա երեկվա հայտարարությունների համար։ Գիտեք, մենք մի անգամ այդպիսի ներողամտություն ունեցել ենք երկրորդ նախագահի իշխանության գալուց հետո, երբ որ համապատասխան արձագանք չի տրվել բոլոր նրանց, ովքեր 90-ականներին երկիրը տարան սխալ ուղղությամբ,
բայց այս անգամ վիճակը շատ ավելի խորացված է եւ ես վստահ եմ, որ հարյուրավոր մարդիկ պետք է քրեական խիստ պատասխանատվության ենթարկվեն եւ եթե նմանատիպ արձագանք ու անդրադարձ չի լինելու այդ մեղավորներին, ովքեր դեր ասած երկիրը եւ արտաքին եւ ներքին դաշտում տալ են դեպի կործանում, ապա հաջորդիվ եթե նույնիսկ լինի իշխանապահություն, մենք կդոփենք տեղում։ Պետք է բոլոր մեղավորներին համապատասխան վերաբերմունք ցույց տալ եւ բոլոր մեղավորները պետք է օրենքի առաջ պատասխան տան եւ հայտնվեն համապատասխան անազատության վայրերում։ Աչափ շնորհակալ եմ, պարոն Հարությունյան։ Հիշեցնեմ, որ զրուցում էինք փաստաբան Սերգեյ Հարությունյանի հետ։